Պարոն Դոխելյան, ինչով է պայմանավորված ձեր մասնակցությունը, ինչ առաքելություն եք այստեղ իրականացնում։ Նախ կցանկանայի նշել, որ հոսանքի հետ կապված խնդիրը դեռևս մնում է չլուծված, բարձրաձայնված։ Այստեղ ժողովուրդը ներկայացնում են իրենց արդարացի բողոքի ձայնը։ Ես պարզապես պետք է ցանկանամ նշել, ոչ թե պետք է ինչ-որ ուղիներ փնտրենք, աուդիտի հետ կապված կամ այլ քայլեր, ես համարում եմ, որ պարզապես պետք է այս հարցը լուծվի։ Նաև տեսեք 1-2 ամիս մարեց բողոքի ցույցերը, ակցիաները եւ դեռևս հաշվի առնելով, որ նաև հայտարարվեց եւ փոքր միջի ձեռներեցության համար բարձրացումներ են լինելու 500 կիլովատ սպառողների համար 250 կիլովատը 7 դրամ, այսինքն փոխհատուցել է մեր պոզիցիոն։ Ես համարում եմ, որ այս խնդիրները դեռևս մնում են չլուծված եւ այստեղ ժողովուրդը, որ հավաքված է, իր արդար ձայնը բարձրաձայնում։ Իսկ ինչքանով այս մեթոդը պայքարի ըստ ձեզ արդյունավետ կլինի, որովհետև մենք ունենք նախկին փորձ արդեն երբ բացեցին Բաղրամյան պողոտանի վերջը եւ հավաքվածներն էլ կարծես այդքան էլ շատ չեն։ Նախ կցանկանայի նշել, որ 90-ական թվականներից հետո մեր քաղաքացիների մոտ քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը, քաղաքականություն որոշակի առումով դուրս էր մղվել։ Ես ուրախ եմ, որ այսօր քաղաքացիական հասարակություն է ձևավորվել, որ տարբեր հարցերի շուրջ կարող են պայքարել, բարձրաձայնել եւ հասնել որոշակի արդյունքների։ Պարոն Դոխելյան, եւս մեկ անգամ մանրամասնենք, այստեղ եք որպես հասարակ քաղաքացի, նախկինում ձևավորված էր մի ասպիսի նախաձեռնություն կենթանի պատնեշ լինել, հա, ոստիկանների եւ ցուցարարների միջև, որն է ձեր առաքելությունը հստակեցին։ Ներկայապային ես այստեղ գտնվում եմ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, բայց նաև որոշակի զսպաշապիր հանդիսանալով, եթե լինի բախումներ։ Ոչ արել եք ձեր գործընկերներին եւս գալ միանալ, կարծես այս պայն միայն ձեզ ենք տեսնում ազգային ժողովից։ Կարծում եմ դեռ նոր է սկսվել պայքարը, որքանով որ տեղեկացված եմ, եթե կարիք լինի, իհարկե կմիանան իմ գործընկերները նույնպես։